Ապրել մեռնելու վտանգի տակ ստորագրված թղթով Արցախի Հանրապետությունը լուծարված չի կարող համարվել։ Վեշմինի մոտ թող կասկած չառաջանա, եթե մուկ իմանայինք, վեր մուկ կարեինք հաղթեինք այդ ռազմական գործողությունները, մուկ միջև էջ կաղնել չէինք։ Մուկ խնայալ ենք մեր տղորցը, մուկ խնայալ ենք մեր քաղաքացիական բնակչության կյանքը։ Էթնիկ զտման օրերին հարկադրանքի տակ կայացված որոշումից մեկ ամիս անց նախագահ Շարամանյանը արդեն Երևանում նոր հրամանագիր է ստորագրել, չեղարկելով նախորդը։ Փաստաբան Ռոման Երիցյանը հրապարակել է ավելի քան 1.5 տարվա վաղեմության հրամանագրի բովանդակությունը, որ ինչպես ինքն է ասում, փակի չդադարող շահարկումների շղթան։ Արցախցի փաստաբանը հիշեցնում է, լուծարման հրամանագիրը ստորագրվել է այն պայմաններում, երբ 120,000 հայերը սպանդի վտանգի առաջ էին։ Արցախի Հանրապետության կրկնում եմ նախագահի հրամանագրով պետությունը լուծարել առհասարակ հնարավոր չէ։ Մենք առաջնորդում ենք հենց այդ տրամաբանությամբ, որ պետությունը շարունակում է լինել։ Չի կարող հանրակրվեի միջոցով ժողովրդի կողմից հիմնադրված պետությունը ընդհանրապես մի հրամանագրով լուծարվել։ Հայաստանում չի կարող ստեղծվել որևէ պետություն և չի կարող չեղարկվել որևէ այլ պետության լուծարում։ Այսպես են արձագանքում Հայաստանի վարչապետի աշխատակազմից։ Տարոն Չախոյանը գրել է, թե Լեռնային Ղարաբաղի լուծարման փաստաթղթի չեղարկումը ոչ մի իրավական ուժ չունի Հայաստանում։ Լուծարված պետությունը կարող էր հիմնադրվել միայն իր տարածքի վրա, բայց չհիմնադրվեց։ Խոսքը երկրորդ պետություն ստեղծել լուծարելու մասին չէ, բացատրում է Ռոման Երիցյանը։ Օրինակ ես ձեզ հիշեցնեմ, որ Ադրբեջանում 30 տարի շարունակ գոյություն է Շուշիի քաղաքապետ, Աղդամի քաղաքապետ եւ այլն։ Այս նույն տրամաբանությունը գործում է մեր պարագայում, այսինքն Արցախի Հանրապետությունը շարունակում է մեր համար շարունակում է գոյություն ունենալ։ Ընդհանրապես տարածքային կորուստը ըստ մեզ չի հանգեցնում Արցախի Հանրապետությունից զրկված լինելու կամ Արցախի Հանրապետությունը դադարելու կամ Արցախի էջը փակված լինելու հետևանքին։ Եթե վաղը մյուս օրը նույն հաջողությամբ Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը հնարավոր լինի վերականգնել, հարց է առաջանալու, բայց մենք ունենք Արցախի Հանրապետության նախագահ, մենք ունենք գործադիր մարմին, մենք կար հասարակ ունենք սահմանադրություն եւ այլն, չէ՞ որ պետության լուծարումը ինքնին հանգեցնում է նաեւ սահմանադրության եւ պետական բոլոր ինստիտուտների կորուստին։ Երևանը Բաքվի հետ այսպես կոչված խաղաղություն է քննարկում։ Այս համատեքստում ասում են պետք է փակել հայկական երկրորդ հանրապետության էջը։ Արցախի պետական կառույցների գոյությունն այստեղ ըստ իշխանության հայտարարությունների անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար։ Ադրբեջանին ինչ էր պետք։ Տարածքը, որ արդեն զավթել է, որ արդեն, չգիտեմ, գրավել է։ Մենք ազատագրել ենք, իրենք գրավել են։ Ադրբեջանին դա էր պետք։ Իրոք կարծում եք, որ Ադրբեջանի Հանրապետությունը հիմա դրած հետևում է Արցախի Հանրապետության նախագահի ինստիտուտի նկատմամբ հարգանք ցուցաբերվում է, թե չի ցուցաբերվում, կամ Արցախի Հանրապետության դե այդ նույն տրամաբանությամբ մենք պետք է ասենք դուք ինչու եք Շուշիի քաղաքապետ պամ կամ դուք ինչու եք Աղդամի քաղաքապետ պամ եւ հենց այդ պատճառով նրանց հետ լարված հարաբերություն են։ Ոչ, իհարկե։ Այդ բանակցությունները ես քաղաքական գործիչ չեմ, բայց ինձ համար ակնհայտ է, որ բանակցությունները ձախողվելու պատճառները լրիվ այլ են։ Արցախցիներն ապրում են վերադարձի հույսով։ Հետևաբար Երիցյանի խոսքով որևէ կերպ հնարավոր չէ փակել այս էջը, անկախ Բաքվի թելադրանքից, Հայաստանի կառավարության մտադրություններից ու գործողություններից։ Հերմինե Ղարիբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։